Մատթեոս ավետարանում Հիսուսը այսպիսի արտահայտություն անում. Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Հիսուսի այս խոսքերը մեզ մտածելու տեղիք է տալիս։ Ինչ է նշանակում երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Այսինքն շատ բաներ կանցնեն, կանետանան, կավարտվեն, բայց կան բաներ, որոնք մնայուն են, հավիտենական են եւ չեն անցնի, չեն անետանա։ Հովհաննեսն ասում է, թե աշխարհն է անցնում, թե նրա ցանկությունները, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։ Այն խնդիրները, որոնք ծանրաբեռնում են մեզ եւ աշխարհին, մի օր ավարտվելու են։ Քրիստոնյան հենց այս տեսանկյունից պետք է նայի այս ժամանակավոր կյանքին։ Մի պահ կանգ առ, մտածիր, ոչ միայն այս աշխարհում քո կյանքի մասին, որն ավարտվելու է, այլ հավիտենական կյանքի մասին։ Հիսուսը եկավ եւ բոլորիս հայացն ուղղեց դեպի երկինք, դեպի հոգեվորը եւ դեպի հավիտենականը։ Երկնային արքայությանը, որ Աստված պատրաստել է իրեն սիրողների համար, դա այն կյանքն է, որ երբեք չի ավարտվելու։ Պետրոսն ասում է. «Տեր, ում մոտ գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Պետրոսն ասում էր Հիսուսին, որ այն ինչ տեսնում ենք հիմա, մի օր կավարտվի, բայց ինչ լսում ենք քեզանից հավիտենական է։